մեծ հաշվով դե իհարկե պետք է բանալու մեկ տարվա այս ուշագրերը մեկ տարվա երկարաձգման բանով են ստորագրվել, այսինքն 12 ամիս շատ կոնկրետ ժամկետներ կան ու գործողություն պետք է։ Ինչ վերաբերում է Սամանթա Քոլտերն ինքը հիմնականում կենտրոնական Ասիայի մասնագետ է եւ թուրքական երկրների։ Ինչ ինձ դուր չի գալիս։ Ինձ ընդհանրապես ահավոր դուր չի գալի եւ մեծ հաշվով շատ վիրավորական է, որ ամերիկյան համակարգերում Հայաստանը գնում է ասիական երկիր։ Հայաստանը մտցնել թուրքական աշխարհի մեջ, ես բազմիցս ասել եմ, սա նորից եմ ասում, օրինակ ամերիկյան կորպորացիաների տեսանկյունից մեզ մոտ շարիաթ է։ Գովազդները ստեղծվում են թուրքական երկրների համար, մեր մոտ ձեռքի է գալիս, ապրանքները, որոնք ստեղծվում են էլի թուրքական երկրների համար, այսինքն Հայաստանը դիտարկվում է որպես թուրքական աշխարհի մի մաս։ Սա ոչ միայն վիրավորական է, սա կրիտիկական, բացասական նշանակություն ունի ապագայի համար։ Հենց այս պատճառով ես տարանջատում եմ մտցնում, երբ որ ասում ենք, որ տարածաշրջանային ինչ-որ պրոյեկտներ, տարածաշրջանային պրոյեկտներում, որտեղ չկա Եվրոպական միությունը, Հայաստանի մասնակցությունը պետք է լինի զրոյական կամ զրոյին մոտիկ։ Խոսքը թե ԵԱՏՄ-ի մասին է, թե Միջին Միջանցքի մասին է, ցանկացած կտորի մասին, որտեղ որ չկա եվրոպական ազդեցություն, դա Հայաստանի համար կործանարար է, որովհետև Հայաստանը եվրոպական քաղաքակրթության միակ կղզիակն է ստեղ եւ Եվրոպան ամեն ինչ անում է, որ այդ շարունակի այդպես լինել, ցավոք սրտի մեր իշխանությունները դիլետանտության, չհասկանալու, սեփական գրպանի մասին մտածելու կամ այլ ինչ որ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը կործանարար քաղաքականության շնորհիվ տանում են թուրքական աշխարհի մեջ։ Սա պրոբլեմա։ Ինձ համար Տրամպի փակուղին պրոբլեմա, որովհետև գոյություն չունի տնտեսական հիմնավորում կենտրոնական Ասիան կապելու Թուրքիայի Հայաստանի տարածքով, չկա այդ հիմնավորումը։ Իրանք նորմալ կապ ունեն, Սյունիքի մասն է խոսքը։ Իրանք հանգիստ կարան գան առանց լեռնային այդ բաների, շատ կարճ ճանապարհ կա, որով որ ցորենը եկավ, հա, օրինակ ղազախական ցորենը գնաց նոր, իհարկե Ռուսաստան գնաց, հետո մտավ ընդերից Ադրբեջան, նույնիսկ եթե ինքը Ակտաուից մտներ Բաքու, Լաստանավով եւ ընդեղ դրվեր երկաթգծի վրա եւ գար, կարելի էր Ղազախով երկաթգծով մտցնել, եթե ուզում եք Հայաստանը մտնի այդ բաների մեջ, ճանապարհների մեջ, խնդրեմ, ընդեղով կարող եք մտցնել։ Դա վատ չի, դա լավ է իրականում, ասենք նորմալ է, երկաթգծի երկու ուղղությունն է կաշխատի, մեկը կաշխատի։ Սա Միացյալ Նահանգների ոչ հեռատես, ավելի շուտ ոչ հեռատես չէ, Հայաստան շատ խոշոր են մտածում եւ այդ երկու բան կա, հա, սա ոչ թե քաղաքական թևին է տված, այլ տնտեսական, ցավոք սրտի Տրամպի ադմինիստրացիայի զգալի մասը իդեմս Բեդովլատների, Վիտկով, Կուշներ, բան, որոնք օրինակ Ուկրաինան հիմա փուրն են տալիս ռուսական բաներով, իրանց համար փողն է կարևոր։ Հիշում եք Բարակը, որ ասում էր, որ հայերը ցեղեր են։ Իրանց համար Բարակը Թուրքիայում Ամերիկայի դեսպանն է, այսինքն սրա մասին է խոսքը, որ այս մարդիկ դե իրանք ունեն մեկ շահ տարածաշրջանում, դա Իսրայելի շահն է։ Հայաստանի ոչնչացումը են, որ ասում են նիմիցիում տակ կատանյա, զենքով չստացվեց, տնտեսապես կոչնչացնենք, կբնաջնջենք, կդնենք թուրքական աշխարհի մեջ։ Հայաստանը ինչ է ողջորված այդ դեպքում։ Հիմար են, որովհետև վիրավորական չի։ Դե վիրավորական է, բայց բացատրեք ավելի։ Ահա, բացատրեմ, դա շատ պարզ է եւ ասենք չգիտեմ ինչի է պետք ողջորվել։ Լուրջ եմ ասում, ոչ մի ողջորվելու բան չկա։ Այսինքն քո ռացիոնալությունը, քո քրիտիկական մտածելակերպը պետք է անջատված լինի, հա, քո կեղև ենթակեղևային կապերը, պատճառ-հետևանքային կապերի բացահայտումը, չգիտեմ, ինչ որ երկարաժամկետ պլանավորման հմտությունները, ունակությունները, պետական շահերը, պետական ոչ թե կոնկրետ օլիգարխատի եւ իշխանության մեջ մնալու, այլ պետականության շահերը երկարաժամկետ բոլորը հակասում են մնալուն ԵԱՏՄ-ում, ներգրաված լինելու միջին միջանցքների եւ ծառայելու թուրքական աշխարհի շահերին, շատ լավ լինելու Տրամպի ադմինիստրացիայի հետ, որքան էլ որ
հիմա կարող է թվա, որ իրանք շատ տենց հզոր են, իրանք ոչ շատ թույլ են եւ իրանք կյանքը 4 տարի է։ 9-րդ, 10-րդ դարում օղուզները, սրանց նախնիները, ապշերունում վերընկած Բաշի բոզուկների նախնիները եւ Անատոլյան գրաված սելջուկները վռնդվեցին Թուրքեստանից որպես անբան։ Ու մեծ հաշվով ուղղակի վռնդվեցին։ Սրանք գնացին մարդը նստեցին միտեղ։ Մինչեւ ասենք Բեյբուրթը որն է, մինչև Եգիպտոս հասան, միտեղ տենց Սուրիայի հյուսիսում մնացին, այդ որ հիմա Իդլիբը Թուրքեստան բաներն են, Անատոլիայում Ռոմի սուլտանատը, Ռումի սուլտանատը, Հայաստանը, որը ժանտախտից հետո մարդ չէր մնացել, 60%-ով կրճատվել էր բնակչությունը, ստեղ էին բանալ, մեծ հաշվով սրա մասին է խոսքը, այդ Թուրանն է։ Այսինքն իրանք չեն ընդլայնվել, իրանք միշտ տենց են։ Հարավային Կովկաս երբեք գոյություն չի ունեցել։ Ադրբեջան, Հայաստան, Վրաստանի մասին էր, էլի խոսքը, որ հիմա Ադրբեջանը գնում է այնտեղ։ Տեսեք, դուք ենթադրում եք, հարցնում են։ Հա, կամ ձեր հարցից ելնելով դիտողը, հեռուստադիտողը կարող է ենթադրի, որ երբևիցե 10-րդ դարից հետո գոյություն է ունեցել ինչ որ այն պահից որ աղվանքը փայտակարանը կորցրել է հայկական տակավորությունը Բագրատները այլևս չի եղել միասնություն չի եղել այդ Կասպից ծովի քիփ կպած բաները եղել են տարբեր քոչվոր ցեղերի ենթակայության տակ որոնք դավանել են այսպես թե այնպես իսլամի տարբեր ուղղություններ Պարսկական ազդեցության տակ հիմնական մասը մնացել է շիա, որը մեզ համար այդքան վատ չի, որտեղ շիաները քիչ թե շատ, ավելի շուտ քիչ են եւ իրանց մոտեցումը կյանքին մի փոքր ուրիշ է։ Բայց իրանք մեկը ասենք թուրքական լեզուներ եկել են, այսինքն իրանք տենց ոչ մի բան են։ Իրանք ոչ մի բան են։ Այսինքն ինչքան բան քրտնած ված հոտով տենց ով չգիտեր հերովա Ստալինի հրամանով գրեցին ադրբեջանցի։ Հիմա ինքը դավանում էր ինչ-որ մի կրոն հիմնականում իսլամ։ Դրա մասն է խոսքը։ Սովետական միությունը որ դա տենց էր, դա չի նշանակում որ դա այդպես էր։ Ինչպես եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ենթադրաբար քարտեզների վրա որ sense գծում են ասում են դե էս պետք է Ասիա լինի։ Որովհետև բան է, այդ ոնց որ իրանք հարավային եւ հյուսիսային Դակոտայի արանքը սա բան են, կանոնով գիծ են գծում, ասում են դե այս հարավային առանց հաշվի առնելու որ ոչ դա տենց չի։ Հայաստանը Ասիա չի, երբեք չի եղել։ Ասենք այն որ Ասիայի ողնաշար հանդիսացող Պարսկաստանն է համարում որ Հայաստանը Եվրոպա է։ Դուք 200 տարվա պետականություն չունեցողները ինչ իրավունքով եք Հայաստանը տանում մտցնում Թուրանի մեջ։ Ես դրա համար եմ ասում որ մեր ղեկավարությունը հիմար է։ Փոխանակ մերոնք գնան ասեն տղեկ մենք Ասիա չենք։ Մեզ մի գցեք այդտեղ։ Հա օքեյ մենք կարանք ինչ որտեղ տնտեսապես համագործակցենք, բայց մեզ մի գցեք այնտեղ։